Ոչ միայն զբոսնել, այլև վազել է Ֆրանսիայի նախագահը Երևանում։ Մի քիչ շունչ քաշելը չէր խանգարի Մակրոնին, հեշտ չէին նախորդող օրերը Ֆրանսիայում։ Աշխատավորները աշխատավորի միջազգային օրը բողոքի ակցիաներ էին անում, բախվում ոստիկանների հետ։ Հայտարարում Ֆրանսիայում պաշտոնյաները վայելում են կայուն բարձր աշխատավարձերը, իսկ շարքային քաղաքացիները ուղղակի գոյություն են պահում աճող գների, ցածր եկամուտների ու սոցիալական անորոշության պայմաններում։ Էմանուել Մակրոնի վարձատրությունը ամսական հավելավճարներով 18,000 եվրո է, ֆրանսիացու միջին աշխատավարձից 5 անգամ ավելի։ Իռլանդիայի վարչապետը մեզ միացավ։ Չի զարմացնում Մակրոնը, երբ Փաշինյանն է կողքին։ Հայաստանի վարչապետի վարձատրությունը 10-ից 12 անգամ է ավելի ՀՀ քաղաքացու միջին աշխատավարձից։ Փաշինյանը վերջերս է խոստովանել, ամսական 3 միլիոն դրամ աշխատավարձ ու հավելավճար է ստանում։ Միջին աշխատավարձը Հայաստանում 250,000-ից 350,000 դրամ է։ Ես իրենցից պահանջել եմ ստանալ բոլոր այդ աշխատողների ըստ աշխատավարձերի քանակը։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավորը պաշտոնական վիճակագրություն է պահանջել, որ պարզի Եվրոպա ձգտող փաշինյանական իշխանությունը որքան է մոտեցել աշխատավորի վարձատրության եվրոպական չափանիշներին։ Եթե իրականացրած լինեին եվրոպական սոցիալական խարտիայով ստանձնած պարտավորությունները, Հայաստանը կայուն միջին խավ կունենար։ 25 թվականի վերջին 26 թվականի հունվարի 1-ի դրությամբ մինչև 300,000 աշխատավարձ ստացող ունենք 626,000-ից ավել աշխատողներ։ Ընդհանուր աշխատողների թիվը ուշադրություն 886,000 է։ Փաշինյանական իշխանությունը չի կատարել կամ առնվազն թերակատարել է եվրոպական սոցիալական խարտիայով ստանձնած պարտավորությունները, պնդում է Արմենուհի Գյուրեղյանը։ Իսկ նվազագույն աշխատավարձ եւ այդ խարտիայի պահանջ մինչև 120,000 աշխատավարձ ստացող մենք ունենք 270,000 եւ ավելի աշխատող։ Այսինքն այսօրվա դրությամբ մեր երկրում աշխատողների 1/4-ից ավելին 270,000 եւ ավելին աշխատող աղքատներ են։ Նիկոլ Փաշինյանն ու թիմը ոչ միայն եվրոպացիներին խոստացածը չեն արել, այլև կառավարության ծրագրով ամրագրած է։ Մինչև 2026 թվական նվազագույն աշխատավարձը դարձնել 85,000 դրամ։ 75,000 դրամ է։ Դա նշանակում է, որ 75,000 դրամ աշխատավարձ ստացողը ըստ էության աշխատող աղքատ է։ Նվազագույն աշխատավարձը չի ծածկում անգամ նվազագույն սպառողական զամբյուղը, որ 80,000-ից 100,000 դրամ է, նկատում է ընդդիմադիր պատգամավորը։ Սա ուղղակի ծաղր է մեր քաղաքացուն, ծաղր է մեր աշխատավորին։ Էլ չեմ ասում այն աշխատավորին, որ 3 աշխատավոր էր, այսօր թոշակառու է։ Չէ՞ որ նրա իրավունքներն էլ են ոտնահարվել բոլորովին։ Այդ 75,000 աշխատավարձ ստացողը երեկվա այսօր թոշակառու է եւ միջին թոշակը այսօր մեր երկրում միջին կենսաթոշակը ես իրենց թմկահարած 10,000 ավելացնելուց հետո հասել է հազիվ 63,000-ի։ Աբսուրդի աստիճանը լիարժեք պատկերացնելու համար Փաշինյանի ընդդիմախոսներն առաջարկում են մաթեմատիկական պարզ հաշվարկ անել։ Վարչապետի ամսական եկամուտը մոտ 83 անգամ գերազանցում է նվազագույն թոշակը։ Վարչապետի վարձատրությունը մոտ 40 անգամ գերազանցում է նվազագույն աշխատավարձը։ Եվրոպական երկրներում այս տարբերությունը առավելագույնը 10 անգամ է։ Եվ ուրեմն սեփական բարեկեցության մակարդակով Փաշինյանը անգամ եվրոպական առաջնորդներին է վազանցարել, նկատում են ընդդիմադիրները տարակուսում։ Արդյոք եվրոպացիները սա նկատել են կամ ուզում են նկատել։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։